Սերո Խազատյանը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 3-ին Գորիսում։ Ստացել է մանկավարժական մասնագիտական կրթություն, սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում և Գորիսի մանկավարժական տեխնիկումում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը։ 1934-ից 1941 թվականին զբաղվում է սուչությամբ։ Մասնակցել է հայրենական մեծ պատերազմին 1941-ից 1945 թվականներ, գրել է պատմական և հայրենասիրական վեպեր, այդ թվում Մխիթար Սպարապետ, Տաթևի զանգերը և այլն։ Ստեղծագործական ուղին։ Նա իր գրական գործունեությունը սկսել է դեռ երիտասարդ տարիքում։ Նրա առաջին գիրքը, որտեղ տպագրվել են պատմվածքներ ու բանաստեղծություններ, դեռևս ուսանողական տարիներին է հրատարակվել։ Սերո Խազատյանը գրել է այնպիսի գործեր, որոնք ուղղված էին հայ ժողովրդի անցած ճակատագրական ճանապարհների, ժողովրդի համառության և կերտած պատմության մասին։ Նրա գործերի թեմաներն ու առանձնահատկությունը։ Նրա ստեղծագործություններում հաճախ հանդիպում են պատմական թեմաներ, որոնք կապված են հայոց պատմության կարևոր հատվածների հետ։ Նրա ոճը հատկանշվում էր հուզական, պատկերավոր ու խորը փիլիսոփայական մոտորումներով։ Հաճախ ստեղծում էր մութ ու հերոսական կերպարներ, որոնք ներկայացնում էին այն արժեքները, որոնք պետք է պահպանվեին։ Գրողի ազդեցությունը և ժառանգությունը։ Սերո Խազատյանի ստեղծագործությունները, հատկապես պատմական վեպերը, մեծ ազդեցություն ունեցան հայ գրականության և պատմագիտության վրա։ Նա հասցրեց միավորել հայ ժողովրդի պատմական անցյալը, ազգային արժեհամակարգերը և գրական արվեստը։ Նա գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկն է, որի ժառանգությունը շարունակում է ազդել և ոգեշնչել նոր սերունդների։ Գրողի անունով դպրոց Գորիս քաղաքում։ Սերո Խազատյանի անունը կրող հաստատությունը Գորիսի Սերո Խազատյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցն է։ Դպրոցը հիմնադրվել է 1921 թվականի սեպտեմբերի 19-ին։ 2004 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Սերո Խազատյանի կիսանդրին, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի կողմից։ Գրողի տունը Գորիսում։ Սերո Խազատյանի ընտանիքը Գորիս գյուղից քաղաք տեղափոխվեց 1925 թվականին։ Նրանք տուն գնեցին Լենինի 27, նախկինում 21, ներկայումս Մաշտոցի փողոցում։ Տունը տարիներ շարունակ եղել է մատավորականների հավաքատեղի, սակայն ժամանակի ընթացքում նա վաճառել է այն և այդ պատմական վայրի նշանակությունը մոռացվել է։ Տնից մի քիչ ներքև կար աղբյուր։ Ըստ ավագների պատմությունների, այդ ջուրն ուներ բուժիչ հատկություն։ Տարիների ընթացքում աղբյուրը չորացել է և այժմ նրա տեղում միայն մնացորդներ են մնացել, որոնք վկայում են աղբյուրի գոյության մասին։ Ծնվում է առանձնատուն կառուցելու գաղափար։ Տան կառուցումը սկսվեց 1970-ական թվականների կեսին, հիմնականում ավարտվեց 1981 թվականին։ Դրանից հետո էլ աշխատանքները շարունակվեցին 1985-ից 1986 թվականներին։ Կառուցվեցին մատուռը, մուտքի փոքրիկ շենքը, որը Սերո Խազատյանը կառուցել է իր որդի Արարատ Խազատյանի համար 1986 թվականին։ 2023 թվականին տունը վերակառուցեց Սերո Խազատյանի թոռ Արեգ Խանզադյանը։ Տան ներկայիս արտաքին տեսքը գծագրել է պապիկս Սեյրան Համբարձումյանը։ Տունը գտնվում է Արզումանյան 32 հասցեում։ Գրողը ներկայացրեց, թե ինչպես է առաջացել առանձնատուն կառուցելու գաղափարը։ Գալիս եմ իմ պապերի Բերդաքաղաքում տուն շինելու։ Ուզում եմ կենդանացնել մեր տոհմի 3000 տարեկան տունը։ Ես իմ տունը շինեցի մեր Բերդաքարի մի բարձունքի վրա։ Դրա համար օգտագործեցի մեր փլված կամարների ու պատերի քարերը, որոնց վրա դեռ մնում են ալևոր դարերի հետքերը։ Շինեցի մեր գլխատան ոճով ու տեսքով։ Վրան մեր կարմիր մատուռի հանգով գմբեթ հյուսելով։ Փլատակների տակից հանեցի մեր ատյան քարը, իբրև իմ գալիք սերունդների երդմնավայր։ Պապիկիս հուշերը։ 1993 թվականին ամռանը ընտանիքով տեղափոխվել ենք Սերո Խազատյանի ներկայիս տուն-թանգարան ապրելու։ Գրողի տունը ընդունել ենք որպես հարազատ օջախ։ Տունն այն ժամանակ շրջապատված էր պտղատու ծառերով։ Այնտեղ ապրելով մենք շունչ ենք հաղորդել տանը։ Մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի ջերմ հուշեր կապված այդ տան հետ։
Տատիկիս հուշերը։ Տատիկս պատմում է, որ տունը եղել է հյուրընկալ, հաճախ են պապիկիս ընկերներն այնտեղ հավաքվել։ Ամռանը երեխաների ուրախ ճիչն անպակաս էր բակում։ Ժամանակ առ ժամանակ մեզ էին այցելում Սերո Խանձադյանի հարազատները եւ ուրախ էին, որ տունը գտնվում է ապահով ձեռքերում։ Սերո Խանձադյանը սիրում էր քաղցրավենիք բաժանել։ Այստեղ է ծնվել ընտանիքի արու զավակը։ Մայրիկիս հուշերը։ Այդ տան մասին խոսելիս մայրիկիս դեմքին մի ժպիտ եմ տեսնում։ Մայրիկս պատմում է, որ ամեն կիրակի տան մոտ գտնվող մատուռում մոմ էին վառում։ Տարին մեկ անգամ Սերո Խանձադյանը այցելել է նրանց։ Նրա հուշերում լավ տպավորված է այն պահը, երբ գրողը գրկել է նրան, դրել ծնկներին ու բանաստեղծություններ արտասանել։ Մայրիկիս հուշերում Սերո Խանձադյանը տպավորված է որպես բարի ու հարազատ մարդ։ Մայրս հիշում է, թե ինչպես էր նրանց տունը բարձր ու հպարտ կանգնած։ Կարծես ամբողջ Գորիսի պահապանը լիներ։ Գիշերները, երբ քաղաքը շաղված էր լույսերի փափուկ ցոլքերի մեջ, նրանք քույրերով հավաքվում էին պատշգամբում։ Լռության մեջ լսվում էր միայն քաղաքի մեղմ շնչառությունը, իսկ վերևում ասղալից երկինքը, որը ասես միաձուլվում էր հեռավոր լույսերի հետ։ Նրանք նստում էին կողք կողքի, նայում Գորիսին, կախատված նրա գիշերային գեղեցկությամբ, եւ պահերը դառնում էին անմոռանալի։ Փոքրիկ պատշգամբը Սերո Խանձադյանը նույնպես շատ էր սիրում։ Երբ որ այցելում էր մեզ, սիրում էր դուրս գալ պատշգամբ եւ երկար նայել քաղաքին, կարծես կարոտն էր առնում իր բերդաքաղաքից։ Մայրս ուրախ է, որ այն դարձել է տուն-թանգարան եւ գտնվում է պետության հսկողության տակ։ Ամեն անգամ, երբ նա այցելում է տուն-թանգարան, սիրտը լցվում է թախիծով եւ ուրախ հուշերով։ Շուրնուղ գյուղի բնակիչների հուշերը։ Շուրնուղ գյուղի հին բնակիչները պահում են մի առանձնահատուկ հիշողություն մեծանուն գրող Սերո Խանձադյանի մասին։ Նրանք պատմում են, որ դեռ 1990 թվականի գարնանը, երբ նոր շունչ առած գյուղը բնակեցված էր հայերով, այնտեղ տեղի ունեցավ առաջին հարսանիքը։ Այդ ուրախալի օրվա քավորը հենց ինքը Սերո Խանձադյանն էր։ Իր ջերմ բարեմաղթանքների հետ նա նորահարսին նվիրեց ոսկյա մատանի, որպես օրհնության եւ բարօրության խորհրդանիշ։ Այս պատմությունը մինչ օրս պահպանվել է գյուղում, վկայելով մեծ գրողի հոգատարության եւ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո մասին։ Սերո Խանձադյանը մահացել է 1998 թվականի հունիսի 26-ին, 82 տարեկան հասակում, թաղվել է Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում։